Թեև արդեն 1 տարի է անցել Հայաստանի մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից, սակայն մեր քաղաքացիներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կառույցը եւ ինչ է սպասվում մեզ։ Չի կարող հանրությանը բացատրել մի իշխանություն, ով լիովին թաղված է հանցագործությունների այդ կոռուպցիայի մեջ։ Ժողովուրդը ոնց որ գիտի, որ միանալու է, բայց ինչ պայմաններ, ինչ բանով ինձ թվում է շատ թույլ է էլի այդ տեղեկատվությունը։ Թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, ոչ մի սպառիչ պատասխան ժողովրդից չի կարող տալ։ Մաքսային միությանն անդամակցելու գաղափարով ոգևորված են այն քաղաքացիները, ովքեր կարոտախտով են հիշում խորհրդային տարիները։ Նրանք հույս ունեն կրկին աշխատանք գտնել եւ գոնե օրվա հացը վաստակելու մասին չմտածել։ Տնտեսությունը կհզորանա, ժողովուրդը լավ կապրի, արտագաղթը կմեղմանա։ Կգնա զարգացման նոր փուլ, ոչ մի վարքյան չի կարելի կասկածել, որտեղ Ռուսաստանը իր մեջ ամբարում է համաշխարհային բնական հարստությունների մոտ 48%-ը։ Քաղաքացիների մի մասը մտավախություն ունի, որ մաքսային միությանն անդամակցելով մենք կրկին կհայտնվենք քաոսում։ Ավելի վատ է։ Վախտեն, որ կապերը չխզեին, ամեն ինչ լավ կլներ։ Մի հատ նայեք ձեր զավոդները, տեսեք ոնց որ պատերազմի է ենթարկված։ Անկախ մաքսային միությանը կողմ եւ դեմ լինելուն մեր հարցման բոլոր մասնակիցները մեկ հարցում միակարծիք են։ Նախքան մաքսային միությանն անդամակցելու մասին Վլադիմիր Պուտինին խոստում տալը Սերժ Սարգսյանը պետք է տեղեկանար իր ժողովրդի կարծիքին։ Ժողովուրդը պետք է իր կարծիքը հայտնի։ Բա ոչ պետք է ավի մենաշնորհի ձևով։ Դրանք իրանց լավ են զգում, որ պետք չի խորհրդակցել։ Այսօր կան վաղը չկա։